Հունվարի 16-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ մարզի գյուղերից մեկի դպրոցի բակում դասընկերոջ կողմից քթին հարվածելու հետևանքով քթի փակ վնասվածք, կոտրվածք հարցականով քթային առնահոսություն ախտորոշման պապարան բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Պարզել են, որ բուժօգնության տեղափոխված Արագածոտնի մարզի բնակիչ 9-ամյա ԴԲ-ն է։ Պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն է տեղի ունեցել ԴԲ-ի եւ իր համադասարանցիների 9-ամյա ԱԳ-ի եւ 9-ամյա ԳՊ-ի միջև, որի ժամանակ ԱԳ-ն եւ ԳՊ-ն հարվածներ են հասցրել ԴԲ-ի դեմքի շրջանին, պատճառելով մարմնական վնասվածք։ Դեպքի փաստով ոստիկանության ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական կոմիտե։ Հունվարի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 03:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տավթաշենի կամրջի տակ դիկա տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է եւ կամրջի տակ հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու մարմին։ Տեղի ունեցած ինքնասպանություն է թե դժբախտ պատահար, պարզվում է, ոստիկանությունն ու քննչական մարմինը պարզում են մահացածի ինքնությունը։ Բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները հունվարի 14-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են կիամակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ 56-ամյա վարորդը սթափ չէ։ Բարեկները հայտնել են, որ իրավախախտման համար նրա նկատմամբ կազմվելու է 1 տարի ժամկետով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ արձանագրություն, իսկ մեքենան տեղափոխվելու է Տուգանային հրապարակ։ Ի պատասխան Եղվարդ քաղաքի բնակիչ վարորդը իրավախախտումը չարձանագրելու համար բարեկներին առաջարկել է նախ 40, այնուհետև 150,000 դրամ կաշառք։ Նա ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են հակակոռուպցիոն կոմիտե։ Հունվարի 2-ին Արարատի մարզում տեղի էր ունեցել արտառոց միջադեպ, երբ ամուսինը սուր կտրող ծակող առարկայով վնասվածքներ էր պատճառել հղի կնոջը։ Արտաշատ բժշկական կենտրոն էր տեղափոխվել կտրած վերքերի ախտորոշմամբ Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Ռաֆիկն, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։ Իսկ Պարանոցի եւ Որովայնի շրջանում կտրած վնասվածք ախտորոշմամբ Մասիս բժշկական կենտրոն էր տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Նուշիկ Ան, ով այնուհետև տեղափոխվել է Երևան։ Աստղիկ բժշկական կենտրոն, որտեղ էլ պարզվել է, որ նա ստացել է Պարանոցի եւ ձեռքերի շրջանի կտրած վերքեր վնասվածքներ։ Տեղում պարզվել է նաեւ, որ Նուշիկ Ան 6 ամսական հղի է։ Պարզվել է, որ վիրավորներից Ռաֆիկն էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ Մինչ բժիշկները պայքարում էին երկու վիրավորների կյանքի համար, Արարատի քրեական ոստիկանները պարզել են, որ Նուշիկային դանակահարել է նրա ամուսինը, Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Հրահատ Ան, Երևան երասավտոճանապարհի Ադանա ռեստորանային համալիրի հարևանությամբ Ռաֆիկի կողմից վարած Opel Magnus-ի ավտոմեքենայում, երբ Ռաֆիկն տեսել է, թե ինչպես է ամուսինը դանակահարում կնոջը, փորձել է հանդարտեցնել, սակայն ինքը նույնպես դանակի հարվածներ է ստացել, իսկ Հրահատ Ան այնուհետև դիմել է փախուստի։ Քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել էին Opel Magnus-ի ավտոմեքենա, որի վրա եւ դրսում կային արնանման հետքեր։ Ըստ տեղեկությունների քրեական ոստիկանները պարզել էին, որ հղի կնոջը հայտնաբերված Opel-ի մեջ դանակահարել էր ամուսինը եւ ձեռնարկում էին անհրաժեշտ միջոցառումներ նրան եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաեւ ճշտում էին կասկածյալի եւ վիրավորի ինքնությունը։